Տիկին Ղազարը նկատում են ՔՊ շտաբի մոտ մեծ թվով քաղաքացիներ կան, նաև օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, դուք եւս որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ այստեղ եք, տարածքային կառավարման նախարար, մարզպետ, ամբողջ ՔՊ-ն կարծես թե լցվել է էջմիածնում, ինչով է պայմանավորված։ Եկել ենք մեր ընկերներին այսպես աջակցելու իրենց կողքը լինելու այս կարևոր օրվա կապակցությամբ միջև էսել ենք եղել քարոզարշավի ընթացքում էլ յուրաքանչյուրս իր մասով ինչքան հնարավոր եղել այդքան մասնակցել է այսօր եւս ես չէի կարող տանը նստել ու սպասել ոնց կլինեն ընտրության արդյունքները բնականաբար պետքա լինեի այստեղ շտաբում հասկանալու համար արդյունքները ոնց է լինելու Ստացված տեղեկություններով, երբ որ մենք նաև ընտրատեղամասերում շրջում ենք, նկատելի է, որ քաղաքացիների կողմից կա պասիվություն ընտրական գործընթացի վերաբերյալ, ինչով եք պայմանավորվում։ Ցավում եմ, որ պասիվություն կա, որովհետև այսօր քաղաքացին ունի հնարավորություն ինքը ընտրելու իր համայնքի ղեկավարին, առհասարակ իր քվեն հասանելի է, իր քվեն ոչ մեկ չի գողանում, ամեն քաղաքացի տերն է իր քվեի ու գիտի ում ընտրի, հատկապես եթե դա վերաբերում է համայնքի ղեկավարին, շատ կարևոր է, որ քաղաքացին իր համայնքի ղեկավարին ինքը ընտրի, ինքը այսպես ասած ավելի մեծ իրավունքով դիմի եւ այլն, բայց ցավում եմ, որ պասիվություն կա, գուցե օրվա երկրորդ կես ավելի ակտիվանան, միշտ մեր այսպես բնավորություն ունենք միշտ վերջին պահին որևէ բան անելու, գուցե օրվա վերջ ավելի շատանան, բայց առհասարակ վերջերս բոլոր ընտրություններում եմ նկատում, որ մարդիկ քիչ են մասնակցում ընտրություններին, ինչը լավ չի։ ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառել են բոլոր քաղաքական ուժերը բացառությամբ Հանրապետություն կուսակցությունից։ Սա նշանակում է, որ անգամ կոալիցիոն հետընտրական փուլում մարդիկ, այս դեպքում քաղաքական ուժերը ՔՊ-ի չեն ուզում համագործակցել։ Տեսեք, մենք էլ որ գնում ենք ընտրություններին, մենք նույնիսկ չենք էլ քննարկում որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու տարբերակը, որովհետև գնում ենք միասնյա իշխանություն ունենալու նպատակով։ Իհարկե հետո արդյունքներով եթե կարիք է լինում միանալու կամ չմիանալու ամեն դեպքում մենք էլ չենք քննարկել որևէ ուժի միանալու հարցը, բացառում եմ, որ կմիանանք այս պահի դրությամբ, այսպես ենք տրամադրված։ Ասում են, որ ՔՊ-ն պարտվելու է էջմիածնում, սա նաև ասում են ընդդիմադիր մյուս թեկնածուները։ Ընդդիմադիրները տենց պետք է ասեն, ես բնականաբար վստահ եմ, որ ՔՊ-ն հաղթելու է էջմիածնում։ Սպասել է, որ Նիկոլ Փաշինյանը եւս կարող է գալ էջմիածնում։ Ես չեմ կարող հստակ ասել, որովհետև նման ինֆորմացիա չունեմ, բայց կարող է, չեմ կարող հստակ ասել։